Մեր այսօրվա հետաքրքիր հաղորդման հյուրն է Մարտիկ Մելքոնյանը, ով ունի հետևորդներ ջան 5 չէ 10 չէ պատկերացրեք 15 երեխա շնորհակալություն ձեզ դրա համար մեր երկրին այդքան երեխա պարգևելու համար անչափ շնորհակալ ենք բարև ձեզ համեցեք շնորհակալություն տուն մտնելով զգացի այս տան ջերմությունը երեխաները դիմավորեցին ինձ ջերմ ժպիտներով կարծես նրանց հարազատը լինեի Կարսակ Պաստորեն ձեր մոտ սինց կա Լավ էր շատ հավաքեցիք հա Ես էլ կօգնեմ իմ մայրիկին և կհավաքեմ բանջար, սինձ Ես մայրիկիս հետ բնում բանջար եմ հավաքում, զատիչի Այդպես բանջեր Ինչ ծաղիկներ են? Սի աշնան ծաղիկա, սրանք է մարդը Արդեն երեխաների հետ ընկերանալուց հետո Աննան փորձեց իր քույր եղբայրների անունները ասել Հակոբ, Դավիթ, Աննա, Մելինե, Սամվել, Եզթեր, Արմինե, Նազերի, Սարա, Մարիամ, Հետո? Սաթեն, Շուշան, Դանել, բավական Մալադեց Շատ դժվարությամբ օգնելով բայց կարևորը ասեցիր Ոնց որ չի ստացվում հա մոտդ Ռոցերեցի չէ Պոկում ես արդեն Լավ ես քեզ հավատում եմ Հա Բայց ձեզանից ով ամենամեծը Ես մեծը 10 տան եմ կապ Բա դու Ես Իսկ քո ախպերը ով որ չի կարում հավաքի 9 Հասկացանք Իսկ ով է ձեզանից ամենալավը սովորում Ամաչեց ուրեմն դու ես Ես Չէ Հա պաստորեն դու նաև ամաչկոտ ես Բա չես ուզում դու էլ ֆուտբոլով զբաղվել Հենա սպագատ եմ լավում Սպագատ Ինչ գիտես Սպագատ Հիմա դու կարում ես շպագատ իջնես Կարաս ընդեղ շպագատ իջնես Հələ մատ ապա Վայ Դու տաղանդ ես Հակոբ Հն են էլ բերեք մոտիկ Ես մի վարկյան Հետևորդներ ջան տեսեք Հակոբը հիմա ոնց է շպագատ իջնում Դու Բրուսլին ես այ Հակոբ ջան Մալադեց Դե երեխաների անունները թվարկելուց հետո արդեն եկավ սուրճի ժամը Սեղանի շուրջ նստելուց առաջ աղոթքով շնորհակալություն հայտնեցինք Աստծուն իր տված բարիքների համար Իսկ ձեր մոտ ով է ամենաաշխատասերը Ես թերս Ոնց կար Երևում է
Համաչես նայես։ Բոլորներ աշխատածով են իրենց բանի մեջ, էլի։ Ես Չափի երազանցի կամ ես Հա։ Իսկ ամենաչարաճճին ով է։ Դավիթը, Հակոբը։ Հա, Դավիթ, բայց չի երևում, որ դու չարաճճի ես։ Ադամը սացալում։ Իսկ օրինակ մտածել եք երբևիցե, օրինակ նայեք, 15 երեխա եք ունեցել, հիմա արդեն 7-ը ամուսնացել են, մնացել են 8-ը։ Ասենք օրերից մի օր մտածում եք, որ կարող է բոլորն էլ ամուսնանան, ու ասենք, ասես մտածեք, էլի ունեցել ենք 15 երեխա, ու հիմա մարդուկանիկ ենք։ Մենակ։ Հա, այլ Ու ինչ զգացողություն է, էլի ձեր մոտ։ Այլ ասել ենք։ մենք հայր ասել ենք։ Երեխեքը հիմա որ էտում են դասի, ասի մենք տունը մնում ենք մենակ։ Միջև երեխեքը գալիս են, մեր համար էդի մեծ ստրես ենք տանում։ Հա։ Այ պատասխան, եթե երեխի որ բերե դրել եք տարանից թվում է մանկատուն։ Ասա հիմա տվեք ես կպահեմ։ Ես խնդիր չունեմ պահել։ Ես մեծ սիրով որ ասում սպասումով սպասել եմ երեխեքի ծնվելուն։ Հետևորդներ ջան, ու այս ամեն ինչը ասում է 15 երեխա ունեցող կինը։ Պատկերացրեք։ Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Հետաքրքիր զրույցը ունեցանք, սուրճը խմեցինք եւ արդեն անցանք ամուսնացած երեխաների ու թոռների հետ ծանոթանալու։ Իհարկե, հեռախոսի միջոցով։ Նախապես նշեմ, որ նրանք արդեն ունեն 8 թոռ եւ վստահաբար դեռ ամեն ինչ արժևում է։ Ինքն ձեր մեծ տղեն է, ջերմուկում ինքն էր մնում։ Էսի էջմիածին։ Էջմիածնում է մնում։ Էջմիածին։ Հասկացա։ Անունը ի՞նչ է։ Լիա։ Լիա շատ համովն է։ Էսի Լիան է, մեր համովիկն է։ Լիանա Հա, ձեզ նման է։ Աղջիկն է, չէ՞ ձերը։ Հա։ Հա, նման է։ Փաստորեն 3 հատ է այստեղ թոռ ունեք։ Դուք քանի տարեկանում եք ամուսնացել։ Ես 21, անջելը 15։ Հա։ Էսի դա մեջտեղից ամենամեծ թողնիկս է։ Ամենամեծ թոռնիկն է։ Հա, էսի ամենամեծ։ Քանի տարեկան է։ 30 տարեկան տեղից աղջիկն է։ 5 տարեկան, բայց շատ համով։ Անես կուզեի բոլորը այստեղ լինեին, բոլորը Մենք կային։ որ Համե ձեր համար հիշողություն էր, էլի։ Մեր հիմնական ծննդյան օրերն է, մեր իմ ու Անժելի ծննդյան օրերն են, էլի հավաք։ Բոլորը գալիս են։ Գալիս են, հա։ Էսի Արտաշատի Ազատավան գյուղի աղջկաս երեխին է։ Մոնթենան։ Ազատաբան գյուղի, շատ համովն է։ Շատում են։ Ձեզ Մոնթենան։ 7 հատ երեխա գնում են դպրոց։ Ես առաջին դասարան եմ Ամեն տարի սեպտեմբերի 1-ին նկարվում Ամեն է։ տարի սևերի մոտ բառն է ավանդույթ, հա, ամեն տարի սեպտեմբերի մեջ նկարում ենք, նորոգարկում ենք դպրոց։ Հա։ Հետաքրքիր ավանդույթ է։ Էսի խով։ Ոխ, էս ինչ համով է։ Շատ քաղցր է։ Էս էլ Աբելն է, 2 տարեկան։ Բայց ոնց որ 8-ից շատ չեղան։ 8 հատը իմ նման են, 7 հատը մարդիկի նման են։ Դու ինչով ես զբաղվում։ Ձեռագործություն Բա կբերես մի հատ քո աշխատանքները նայենք։ Ապրես։ Ուրեմն մենք պատրաստում ենք զատկի ու սենց բան ենք արել Սենց հողագործությամբ զբաղվում թելա Սենց գործում Ու շուտ սիրուն է։ Իրականում ես ինքս սիրելով ձեռագործությունը շատ բաներ եմ հասնում ու ինքս սիրելով իմ ձեռագործության ուսուցումը ես ընկերներին ես իրան հարգելով սիրելով ես իմ գործը ավելի եմ ուզում առաջ տանեմ որ ինքը ինձանով տենց ասած հպարտանա Հպարտանալու որ այդ ամեն ինչին ես հասել եմ Ապրես։ Դե ամենակարևորը գիտես ո՞րն է։ երկը դրել Որ սիրում ես ու ստացվում է մոտդ, մնացածը արդեն սովորելու հետ կապված է, որ ավելի զարգացնես։ Հիմա որ քո ատամը չցավ է, Մանի դեպրեսիա դու ինչ է ժպտերես ես լինելու։ Դեպրեսիա Արդեն 4 սատը հավաքել եմ 4 սատ հավաքել ես։ Քո հանդեպ շատ անտարբեր ենք մենք, չէ՞ իմ ախպեր։ Ջերմուկից թողնա։ Հələ հավաքի բոլոր գույները միասին որ լինի։ Հələ տենանք էդի մոտը ստացվում է թե չէ։ Հենց հավաքես կգաս ինձ կասես, հա։ Ապրես։ Բա դու քիչ ես հավաքում։ Բայց ինչ համով երեխա ես, ժպտեր ես, քաղցր։
Ես հավաքեցի։ Մեկի լանկել։ Մալադեց։ Այսքան ժամանակ բոլորը ձեր անունները ասեցիք, չէ՞։ Կահավատաս ես համարը չեմ հիշում անունները։ Ես ակապտեմ։ Ես հիմա որ քո անունը ասեմ, երևի սխալ։ Ես թեր։ Հիա։ Չէ, զարմացա։ Մաման գիտեք Դավիթ։ Հա, դե որ ասեցիր արդեն հիմա։ Ասում ես դու ինչ ես սիրում նայել։ Ասեցի ես սիրում եմ նայել ֆուտբոլ։ Հա։ Էդ է ուզում ասել։ Լավ փորձեմ նայում եմ։ Իսկ որ թիմին ես բալետանում։ Հա, Ռեալ Մադրիդին։ Տեսա որ գրեց Manchester City-ին Real-ը։ Հա, իրենք։ 3 դրոն, թողնուր 5-1։ Բա դու ինչով ես սիրուն զբաղվել համով ջան։ Ես ես Ռեալ Մադրիդը։ Հա։ Նայ, օրինակ քուրիկը սիրում է ձեռագործ աշխատանքներ անի, չէ՞։ Օրինակ դու ինչ ես սիրում։ Բախկաբոճի ենք խաղում Դավիթ Հակոբը գիշերով գալիս է։ Հա, հա։ Վերջում գիտեք ինչ հարց եմ ուզում տամ ձեզ։ Այս ձևի մի հատ հարց։ Եկեք ամենափոքր երեխուց սկսենք անունները տալ։ Առաջինը դուք եք սկսում, դուք շարունակում եք երկրորդով։ Ու դե շարունեք։ Դենանք կշփոթվեք թե չէ։ Հա, մեկ ու մեկ։ Մեկ ու մեկ։ Դες, խնդրեմ։ Անուններով։ Միջև ասել եմ, բայց պետք է մի հատ էլ օրինակ բերեմ։ Всё. Բրավո։ Ուրեմն կանչել եմ մարզպետարան։ Հիմա ես դիմում եմ գրել, որ ինձ տան հարցում եք, այն կողմից մեկը ասում է, մարզպետին ասում է, «Պարոն մարզպետ», ասում է։ Մարդիկին ասա թո սկզբից միջև վերջ երեխեքի անուններն ասի, իր հարցը լուծեն։ Ասի, խնդիր չկա, ասեմ, ասի, բայց ես հոգասիբի ռադիո չեմ ասի, ամեն երեխու տվյալը ասելու համար, ասի ամեն մեկը $100 դրեք սեղանին։ Ասավ, մեկուսուս բանար շուշուր եկավ այդ հարցնողը մարզպետն ասավ, պատրաստ ես, ասավ, թող ասի։ Ասավ չի $100 շա, ասի համար կծիմություն մի արեք, եկել եմ տան բարելամ $100 ինչ է ձեր համար, որ դուք ամեն մի երեխու տվյալը չասեք։ Ոչ են, հերթով սաղ ասեցի ուրեմ մեկ է գրեմ իրել, երե գնաց եմ կամպիտերով ստուգելով, եկով ասել, պարոն մարդը, մի հատ շպոտ լավ։ Հիմա փորձենք, ելի կարող մեծացել ենք և աղ ջայել ենք։ Դե ուրեմն ձեր թույլտվությամբ գնացինք։ Հակոբ, Դավիթ։ Անա, Մերին է։ Սամուել, Բանը, ես թեր։ Արմին է։ Չէ ես Դուք մի մոռացեք, որ դուք եք երեխաներին ունեցել։ Մենք որ մի սկզբից մեծերով ենք վերջից չեք նա, վերջից առնեցի։ վերջից խաղ։ Ձեր երեխաները ձեզ հուշում են։ Սարա։ Նազելի։ Դավիթ։ Չէ, Սարան դուք եք ասել, հիմա դուք եք ասել։ Սացելի կալը։ Նազելի, մի Մարիա, Մարիամ, Սաթենիկ, նոր դա, Շուշան, Դանե, Դանել, Շուշա, Բաբակա, Բաղդասան։ Բրավո։ Ես այսօրվա մեր հանդիպումն էլ այսպիսին էր։ Գեղեցիկ եւ օրինակելի այս բազմազավակ ընտանիքում։ Իսկ դուք, եթե հավանում եք մեր հաղորդումները, բաժանորդագրվեք ալիքին եւ ակտիվ եղեք մեկնաբանություններում։ Նաեւ կարող եք աջակցել մեր հաղորդումներին ավելի հաճախակի նկարահանումներ ունենալու համար։ Շնորհակալություն, որ մինչև վերջ դիտեցիք։ Լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։ Առայժմ Ձեզանից ով ամենաշատը սիրում մամային ու պապային։ Անչափ շնորհակալ եմ հաղորդման համար։ Լավ մնացեք, ամենայն բարիք ձեզ։ Ընկեր ենք շնորհակալ, սեսյուն ձեզ։ Հաջողություն ձեզ, լավ մնացեք։ Աստված ձեր հետ, ձեր գործերին հաջողություն։ Ամեն, Աստված բոլորիս հետ։